Աշխարհում տեղի է ունենում պայմանական ասած հաղորդակցության նոր ուղիների, անվտանգ ուղիների, արագընթաց ուղիների զարգացման, այդտեղ ներդրումներ անելու մի մեծ գործընթաց եւ բոլորը կարծես պայքարում են եւ ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի այդ ուղիները անցնեն իրենց երկրների տարածքով կամ անցնեն իրենց բարեկամ դաշնակից երկրների տարածքով։ Այդպիսի նախագծերից մեկը, որը շատ հավակնոտ եւ շատ բարդ ու շատ մեծ նախագիծ է, հիմնադրվել է 2023 թվականի աշնանը եւ հայտնի է I1 անունով, դա Հնդկաստան, Մերձավոր Արևելք, Եվրոպա տնտեսական միջանցքն է, ուղղությունն է, որը բաղկացած է երկու մասից։ Սա շատ բարդ է այն առումով, որ նախ աշխարհագրական առումով դժվար իրականացվող նախագիծ է, որի արժեքը այս պահին գնահատում են մոտավորապես $4 միլիարդից մի փոքր ավելի։ Հասկանալի է, որ այս կարգի ճանապարհները, հաղորդակցության ուղիները ունեն նաև քաղաքական եւ կամ աշխարհաքաղաքական մեծ բեռնվածք, որովհետև երկրների միջև կան մրցակցություն, կա հակասություններ եւ դրանք բոլորը համադրելը եւ միավորելը այսպիսի մեծ նախագծերում բավականին դժվար է։ I1-ը իրենով մրցակցում է չինական մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությանը եւ տարածաշրջանային առումով առաջին այսպես պլանը բերում Հնդկաստանին, հնդկական արտադրողական առևտրային հնարավորությունները, ինչը խիստ անհրաժեշտ է նախ Հնդկաստանի համար, որովհետեւ Հնդկաստանը, ինչպես նաեւ մյուս երկրները, ձգտում է իր ունեցած արտադրական հզորությունը, առևտուրը հասցնել Եվրոպա, ինչու, որովհետեւ եվրոպական շուկան բավականին մեծ է, եվրոպական շուկան հարուստ է եւ վճարունակ, բոլոր այն երկրները, որոնք որ կկարողանան օգտվել այս հնարավորություններից, կկարողանան ներդրումներ անել կամ իրենց մասնակցությունն ունենալ այս ենթակառուցվածքային մեծ նախագծերից, նրանք ապագայում կարող են բավականին շահեկան դիրքում լինել։ Ապրանքաշրջանառությունը երկրագնդում օրեցօր ավելանում է, այս ենթակառուցվածքային նախագծերը ունեն հեռանկար եւ պետք է հնարավորության դեպքում մասնակցել եւ ընդգրկվել այս նախագծերում։